Բարև ձեզ, CVK-ի եթերում զրուցելու ենք քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ։ Պարոն Հովհաննիսյան, ազգային ժողովում քննարկվեց հակակոռուպցիոն քաղաքականությունը, հակակոռուպցիոնի նախագահ հանդես եկավ ամփոփիչ զեկույցով եւ քննարկումներ շարունակվեցին այդ թեմայի շուրջ։ Ձեզ ընդդիմությունը մեղադրում է, որ համակարգային կոռուպցիան ոչ թե վերացել է, այլ ավելի համակարգված է դարձել, անգամ ցուցանիշներ են բերվում, որ նահանջ ունենք հակակոռուպցիոն պայքարում, չի նշվում քանի աստիճանով, բայց ես նշեմ, որ 1 աստիճանով, 1 հորիզոնականով իջել ենք, եւ մեղադրում են, որ դուք եկաք այդ լոզունգներով 2018 թվականին կոռուպցիայի դեմ պայքարի, սակայն եկաք եւ ամատավորեցիք այն, ավելի համակարգված դարձրեցիք ձեր մեկնաբանությունը։ Բավականին զավեշտալի է իհարկե լսել ընդդիմության նման մեկնաբանություններն ու քննադատությունները, որովհետեւ ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը հանդիսանում են ուրեմն հակակոռուպցիոն կոմիտեի շահառուները այս դեպքում, անցնում են ամենատարբեր գործերով կոռուպցիոն բնույթի, մի մասը ապօրինի գույքի բռնագանձման ուրեմն գործերով անցնում եւ մենք ի սկզբանե էլ ասել ենք, որ այս ընդդիմության քաղաքական դաշտ մտնելու գլխավոր ուրեմն նպատակներից մեկը այն է, որ հնարավոր բոլոր միջոցներով պահեն այն գողոնը, որը գողացել են նախորդող 30 տարիների ընթացքում մենք գոհ ենք հակակոռուպցիոն մեր քաղաքականությունից, մեր քաղաքական հավատամքն է կոռուպցիայի դեմ պայքարը եւ մենք որևէ միլիմետր չենք ընկրկելու այդ ճանապարհից։ Ինչ վերաբերվում է համաթվին, հա, կոռուպցիայի ընկալման համաթվի մասին ենք մենք երևի թե խոսում։ Եկեք մենք նայենք հարցին հետեւյալ կերպ։ Կոռուպցիայի ընկալումը երկրում ձևավորվում է իշխանության մեջ եղած, հա, մարդկանց կողմից տարբեր կոռուպցիոն դրվագներում հայտնվելու դեպքում եւ դրա ամենավառ կերպարներից մի քանիսը հենց ընդդիմադիր ներկայացուցիչներն են, որովհետեւ մենք գիտենք, որ ունենք ընդդիմադիր համայնքներ, ամենավառ օրինակը Վարդանիկն էր վերջին շրջանի։ Հիմա եթե մարդիկ նայում են եւ տեսնում են, որ Գյումրու քաղաքապետը 6 ամիս էլ չի դիմանում ու հիմա դատվում է ուրեմն կոռուպցիա իրականացնելու մեղադրանքով, ցավոք մենք սրա պատճառով ունենալու ենք անկում 1 աստիճանով, ընդամենը 1 աստիճանով։ Ասածս այն է, որ իշխանությունը միայն կառավարող թիմը չի, այլև ընդդիմադիր են ուժերն են, որոնք ամենատարբեր համայնքներում դեռևս կառավարում են եւ նաեւ նրանց գործողությունների արդյունքում է ձևավորվում համընդհանուր ընկալման թիվը։ Եվ Հովհաննիսյան շատ երկրներ նաեւ եվրոպական եւս 1 աստիճանով նվազեցրել են, չնայած օրինակ Հարևան Ադրբեջանը 8 աստիճանով բարելավել է ցուցանիշը, բայց այստեղ քննադատությունն այն է, որ օրինակ դաշնակցության դեպքում Տիկին Վարդանյանը, Քրիստինե Վարդանյանը մեղադրում էր ցեզ, որ դա ըստեյության ասած նաև որ դա քաղաքական հետապնդումներ են, օրինակ բերելով հենց իրենց թիմակից Լևոն Մկրտչյանի, որը կրթության գիտության նախարար է եղել, դեպքը ասում էր, որ այդ 26 անշարժ գույքերը, 7 տրանսպորտային միջոցները, 1 տրիլիոնին հասնող գումարները ուղղակի մեղսագրվել են հանիրավի, որովհետև նախաքննության ընթացքում այլ թիվ է ասվել, հետո ուղղակի օթից ինչ-որ թիվ են գրել հակակոռուպցիոն կոմիտեում դատախազությունում, այնպես որ սրանք ուղղակի քաղաքական հետապնդումներ են։ Տեսեք, Լևոն Մկրտչյանը ամենաերկարակյաց կրթության, հա, նախարարն է եղել, դաշնակցական, եւ ըստ էության իր կառավարման տարիների ընթացքում հիմա կուտակել է այնպիսի գույք, որը չի հիմնավորվում իր կառավարման տարիներին ստացած եկամտով։ Եւ հիմա երբ որ խոսում ենք քաղաքական հետապնդման մասին, այդ մենք ենք գնացել Լևոն Մկրտչյանին տվել այդքան 20 քանի գույքի մասին, 26 անշարժ գույք, հա, չգիտեմ էլի ինչ, լավ թող լինի 10 անշարժ գույք։ Այդ ո՞նց է լինում, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամների մասին օրինակ նման բաներ հնարավոր էլ չի անգամ ասել։ Հնարավոր էլ չի։ Գիտեք ինչ կա։ Ինչը բնական չեք տեսել հետքի հետաքննություններ, որ այժանով բնական։ Հա, ես ճիշտ ասած նայում եմ տարբեր հետաքննություններ, հետո հասկանում եմ, որ գնում ես հասկանում ես, որ բովանդակության տակ որևէ հիմնավորում դրված չի եւ սա ուղղակի շատ պրիմիտիվ ներողություն, էլի, լրագրության առաջի կուրսի կամ հələ առաջի կուրս չընդունված ուրեմն չընդունված մեր ուրեմն լրագրողների մակարդակի բան կարա լինի, ուրեմն հետազոտություն կարա լինի եւ ոչ հաստատապես ինչ որ տարիներով գործունեության ծավալած լրատվամիջոցի, բայց վերադառնալով առհասարակ գույքերին կամ ընդդիմության մեղադրանքներին, ներեցեք էլի, այս ժողովուրդը ամեն ինչ տեսել է եւ բոլոր քրեական գործերն էլ հիմնավորվում են շատ հստակ հիմքերով։
Դաշնակցականների մասին խոսելիս դե բնականաբար չենք կարող մոռանալ Ռոբերտ Քոչարյանին, թող իրանք հələ գնան եւ ուրեմն իրանց շեֆից հարցնեն, թե որտեղից քեզ այդ $200 միլիոն, որտեղից 22 տարեկան հասակում քո որդուն, օրինակ միլիոնավոր դոլարներ, որ դու կարողանում ես բաժնեմասեր ունենալ ուրեմն ամենախոշոր ընկերություններում Հայաստանի Հանրապետության, կամ նույն Լևոն Մկրտչյանին, մարդը կրթության նախարար ա եղել, ուրեմն եւ հիմա իրան մեղսագրվում է մի շարք գույքեր, որոնք որևէ կերպ չեն հիմնավորվում, կամ մյուս մարդկանց այնքան անուններ կան, Հայաստան դաշինքից կլինի դա, հանրապետական կուսակցության ուրեմն ներկայացուցիչներից կլինեն դա, քաղաքացիական պայմանագիր, ու մեկ էլ ես ֆիքսեցի, որ ընդդիմադիրները նեղվում են, ասում են, այդ ինչի ԿՊԱ-ականների վրա գործեր չեն հարուցվում, ապօրինի գույքի կամ կոռուպցիոն բնույթի, այլ մեր վրա են հարուցվում, շատ պարզ է ամեն ինչ։ Ինչու պետք է հարուցվեն քրեական գործեր քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամների վրա, որոնք ուրեմն իրենց եկամուտները հիմնավորում են, իրենց գույքերը հիմնավորում են եւ որևէ կոռուպցիոն մեխանիզմների մեջ չեն մտնում։ Նույն քանի Պաշտոնյանի դեպքում եղել են այդպիսի բաներ, երբ գործող պաշտոնյաներ մեղադրվել են։ Տեսեք, այո, մեր կառավարման անգամ վճիռ կա կայացել։ Մեր կառավարման տարիներին եղել են մեր կողմից նշանակված պաշտոնյաներ, որոնք ուրեմն ներքաշվել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մեջ եւ դրա համար օրենքի ուժով պատժվել են եւ սա հենց խոսում է մեր կողմից կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Բայց պարոն Հովհաննիսյան համաձայն եք, որ քննադատությունը, որ ապօրինի ձեռք բերված գույքի գործերով շատ դանդաղ է ընթանում process-ը եւ քան դուք խոստացել եք, օրինակ 2021 թվականին պողպատե մանդատ ստանալու համար չկան առաջ չեն գնում կամ ավելի շատ դանդաղ են ավելի շուտ առաջ գնում եւ հիմնական քննադատությունը դա է, որ ապօրինի գույքը կա, բոլորը տեսնում են, բայց ժամկետների մասով կամ այլ պատճառներով դրանք կամ դատարաններում են քնել մնացել կամ շատ դանդաղ ընթանում։ Այստեղ շատ կարևոր հանգամանքներ կան, որոնց մասին մենք պետք է խոսենք։ Կարելի է առաջնորդվել այդ դրամաբանությամբ եւ ժողովրդին գոհացնելու համար գալ եւ կուլակաթափ անել բոլորին։ Ասել էս գույքը սրանն է, ժողովուրդ ջան, գնացեք վայելեք։ Էս գույքը սրանն է, էս փողը նրանն է, ժողովուրդ ջան, ձերն է, գնացեք վերցրեք եւ մեր երկրում հաստատենք մի ուրեմն անարխիա ուղակի հաստատենք, ամենաթողության մի մթնոլորտ, երբ որ մարդկանց գույքերը խլվում եւ վերաբաշխվում են առանց որևէ տրամաբանության եւ առանց որևէ օրինականության։ Եվ սա միայն եւ միայն վնասելու էր մեր պետությանը եւ ես վստահ ասում եմ, եթե մենք գնայինք թեկուզ 1 միլիմետր շեղվեինք օրենքի ճանապարհից, մենք հիմա չենք ունենա այն միջազգային աջակցությունը, որը ունենք այսօր, չենք ունենա այն ներդրումները, որը կատարվում են այսօր Հայաստանում ու կատարվելու են, թրիփի մասին խոսալ չէինք էլ կարողանալու հաստատապես եւ աշխարհի աչքին դառնալու էինք ուրեմն մի հետամնաց պետություն, որտեղ առհասարակ օրենքի եւ իրավունքի գերակայության մասին որևէ ընկալում չկա։ Մենք այդ ճանապարհով չենք գնացել, որովհետեւ մենք ուզում ենք ունենալ մի պետություն, որը ուրեմն ունի բավականին բարձր միջազգային հեղինակություն, որտեղ կա օրենքի եւ իրավունքի դիկտատուրա։ Սա բնականաբար բարդ ճանապարհ է։ Ուրեմն բարեփոխումները լավ չեն կարևոր դանդաղ ընթանում։ Գիտեք, որակի եւ արագության հարցը կարելի է քննարկել։ Կարելի է քննարկել բազմաթիվ օրենքներ, որտեղ կան բացեր եւ որոնցից դեռևս կարողանում են օգտվել ուրեմն մկանպես գողացողները։ Բայց սկզբունքից չենք կարող հրաժարվել, որովհետեւ գիտեք, դա մեր սկզբունքը չի, դա Հայաստանի Հանրապետության սկզբունքն է։ Հայաստանի Հանրապետության սկզբունքն է, որ այստեղ պետք է լինի օրենքի եւ իրավունքի դիկտատուրա։ Եվ այդ տրամաբանության մեջ որևէ մարդու գույք, անգամ եթե մենք վստահ ենք, որ այդ գույքը չէր կարող որևէ իրավիճակում, ասենք վստահ ենք, որ այդ մարդը պետք է մինիմում 100 տարի աշխատած լիներ եւ այդ 100 տարվա ընթացքում ոչ մի բան կերած չլիներ, ոչ միտեղ գնացած չլիներ, որ կարողանար օրինակ այդ գույքը ձեռք բերել, մեկը մենք պետք է դրա տակ ունենանք փաստական հիմնավորումներ, որպեսզի կարողանանք օրենքի դաշտում գույքը վերադարձնել պետությանը եւ արդեն այդ գույքից բերված բարիքներն էլ բաշխել քաղաքացիներին սոցիալական ծրագրերի տեսքով դա կլինի, անվտանգության տեսքով դա կլինի, խաղաղության տեսքով դա կլինի։ Եվ մինչեւ այս ընթացքում կներեք, միջազգային օրինակներ կան,
ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտները, որոնք շատ ավելի ուշ են սկսել գործարկվել եւ շատ ավելի ուշ են սկսել օգուտներ բերել, քան Հայաստանի Հանրապետությունում է։ Մենք արդեն շատ վերադարձված գույքեր ունենք, մի շարք քրեական գործեր կան, մի շարք մարդկանց գույքերի վրա կալանքներ ա դրված եւ նրանք չեն կարողանում տնօրինել այդ գույքերը, քանի դեռ դատավարության ընթացքում է։ Կարելի է ավելի արագ անել, միշտ էլ կարելի է ավելի արագ անել, կարելի է ավելի լավ անել, միշտ էլ կարելի է ավելի լավ անել, բայց ես մեր ժողովրդին նաև պետքա խնդրեմ, որ ուշադրություն դարձնեն այն ժամանակամիջոցի վրա, որի միջով մենք անցել ենք եւ ինչեր է տեղի ունեցել մեզ հետ այդ ընթացքում։ Եվ մի շատ կարևոր հանգամանք էլ կա, էլի։ Այդ մարդիկ, որոնք գողացել են պետությունից, այդ պահին եղել են պետության ղեկավար մարմնի անդամներ, որոնք կարողացել են շատ դեպքերում փաստաթղթավորել իրենց գողոնը, թաքցնել իրենց գողոնը, երկրից դուրս տանել այդ գողոնը, այլ երկրներում ուրեմն տներ առնել, բիզնեսներ հիմնել այլ երկրներում եւ հիմա բավականին բարդ է, ուրեմն շատ դեպքերում բավականին բարդ է, բավականին երկար ժամանակ է մեզանից խլում շատ դեպքերում գնալ եւ գտնել այդ գույքերը, հետո հիմնավորել այդ գույքերի ապօրինի լինելը եւ արդեն համապատասխան ընթացակարգերով վերադարձնել պետությանը։ Պարոն Հովհաննիսյան, ձեր մյուս գործընկերը Թագուհի Թովմասյան եւ Ժողովուրդ օրաթերթը ինչ չի կարողանում կիսել ձեզ հետ։ Որովհետեւ որպեսզի հերոսադոները իմանան, այսօր նորից կառավարության հետ հարցպատասխանի ընթացքում եւս հարց հնչեց ձեր մասին եւ հետաքրքիր թե մեծ առիթ չկար, հետաքրքիր թե ինչու են ձեզ անում։ Ճիշտն ասած, ես կարծում եմ սկսվել է սերը իմ նկատմամբ Ժողովուրդ օրաթերթի այն պահից, երբ որ ես Տիկին Թովմասյանի ոչ կոմպետենտության պատճառով նաև եղա այն մարդկանցից մեկով նախաձեռնեց նրան հանձնաժողովի նախագահից ուրեմն հեռացնելու գործընթացը։ Հետո երևի իմ քաղաքական խոսույթը վիրավորել է նրա շեֆերին եւ շեֆերն ասել են, որ մի բան արեք, այս տղայի մասին հոդվածներ գրեք, փորձեք զրպարտել եւ այլն եւ այդպես շարունակ, դրա միջոցով փորձեք լրացնել։ Երևի մտածել են իրանց թվերն է, որ կան հոդված գրեն մարդու մասին, հետո զանգեն ասեն, «Էլ հոդված չեմ գրի, եթե չխոսաս», բայց դե խառնել են թվերն ու մարդկանց։ Եվ մեկը երևի նեղվել էին, որ իրանց լրագրողները վերջին շրջանում ազգային ժողովում իրենց շատ լկտի ավարի պահեցին, խախտեցին ազգային ժողովի ուրեմն ներքին օրենքները, ինչի պատճառով նրանց հավատարմագրումից զրկել են, այդ թվում նաև իմ բողոքների հիման վրա։ Ես կարծում եմ այսքանից հետո դժվար է ինձ չսիրել։ Եվ նաև ինչ-որ մի հեռավոր անցյալում այո մի դրվագ կա, որի հետ ես որևէ առնչություն չունեմ, ինչ-որ մի քրեական գործ է հարուցվել ժամանակին, որը կարճվել է հիմքերի բացակայության պատճառով, եւ այդ գործն էլ այն ժամանակ հարուցվել է միայն նրա համար, որ ես եղել եմ ընդդիմադիր լրագրող եւ հանրապետականների ժամանակ այդ գործը հարուցվել, որևէ հիմք չկար, գործը կարճվել է, Ժողովուրդ օրաթերթը շարունակում է իմ մասին այդ գործը հիշատակելով զրպարտչական նյութեր գրել, ես Ժողովուրդ օրաթերթին դատի եմ տվել այս թվականի փետրվարի 18-ին գործը մուտք արված դատարան, ես պահանջում եմ ներողություն, հերքում եւ դրամական պահանջ ունեմ նաեւ եւ չնայած այս ընթացքում իրանք շարունակում են էլի դա գրել, բայց ես հույս ունեմ, որ դատական արձանները ուրեմն հավուր պատշաճի այս գործը կուսումնասիրեն եւ ուրեմն վճիռը կկայացնեն, որտեղ սա հստակ զրպարտության հետ։ Քանի որ հիշեցիք հանրապետական ժամանակները, հիմա հանրապետական կուսակցությունը ասում է, որ շարունակելու է իմպիչմենտի գործընթացը խորհրդարանում եւ իրենց վարչապետի տեխնացուն հայտարարված Դավիթ Համբարձումյանը, Մասիսի քաղաքապետը, որը հիմա բանտում է, նամակի գրել եւ ասում է, որ միակ ճանապարհը գործող իշխանություններից ազատվելու, իշխանափոխություն ունենալուց շարունակում մնալ իմպիչմենտի գործընթացը եւ իրենք նաեւ փողոցային պայքարով հասնելու են դրան, ինչպես մեկնաբանեք պարոն Հովհաննիսյան։ Նաեւ ասում են, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից կան պատգամավորներ, որոնք այսօր կարող է ամենասուր խոսույթով հանդես գան ընդդիմության նկատմամբ, բայց երբ կա օրը իրենք պատրաստ են ստորագրել իմպիչմենտի հաստատել։ Նրանք դա իրանց ամենալավ երազում անգամ չեն կարող տեսնել։ Մենք իրանց նման չենք, քաղաքացիական պայմանագրի թիմը, հանրապետականների թիմը չի, Քոչյանի թիմը չի, որ ուրեմն պահի ազդեցության տակ եւ տարբեր շահերով առաջնորդվելով թռնեն ստեղից ընդեղ։ Մենք մշտապես կանգնած ենք եղել Հայաստանի Հանրապետության պետականության կողքին, կառավարության թիկունքին եւ այդպես էլ շարունակելու է մինչեւ վերջ։ Ինչ վերաբերում է իմպիչմենտի գործընթացին, դա գիտեք, այդ իմպիչմենտի գործընթացը
այդ մտածելու վարքյանից իսկ սկսված մեռելացին process-ը եւ իրանք էլ շատ լավ գիտեն որ որևէ հաջողություն չեն կարող արձանագրել մանավանդ իրանց վարչապետի տեխնացուի հետ ով հեղափոխության օրերին օրինակ մարդկանց քացի էր տալիս զենք էր խաղացնում կամ չգիտեմ ինչ էր Բայց այդ իմաստը ո՞ն է, պարոն։ իմաստը ջրի վրա մնալն է ուղակի քաղաքական ասպարեզում դեռևս գոյություն ունենալն է, իրենց գոյությունը գոնե մի ձև պահպանելն է։ Հիմա դաշնակները փորձում են իրենց գոյությունը պահպանել հարցազրույցի սկզբում ձեր կողմից հիշատակված տարբեր քննադատություններով հարցերով, թե բա կոռուպցիայի դեմ չեք պայքարում եւ այլն եւ այդպես շարունակ, փորձելով հավասարության նշան դնել իրենց եւ մեր միջև։ Հանրապետականներն էլ ուրիշ ձև են գտել ջրի վրա մնալու համար, այն մյուսն էլ ուրիշ ձև է գտել, տապանա սարքում ջրի վրա որ մնա։ Ամեն մեկը մի բան փորձում է անի որ ջրի վրա։ Ամենաաշխատողը տապանը է։ Հա, տապան, ամենաերաշխավորվածը որ ջրի վրա մնալու է, տապանն է, դա ուժը կյանքի փորձն է ցույց տվել արդեն, որ տապանը իր ենթակառուցվածք լինելու իմաստով ջրի վրա է մնում, մնացածը, նո ջրի վրա մնացող էլի շատ բաներ կան այս դեպքում, բայց ամեն դեպքում ամեն մեկը մի ձև մտածում է, որ քաղաքական առումով լուսանցքում չմնա, որովհետև վերջին տարիների ընթացքում 21 թվականի ընտրություններից հետո այն նարատիվները, որոնք նրանք գեներացրեցին 21 թվականի քարոզարշավին, հետո եկան սկսեցին ազգային ժողովում սենց սրերը թափ արելով խոսել, մարդիկ հասկացան, որ սա ընդամենը շոու է, ընդամենը ձև է, իրենց գողոնը պահելու, այն քրեական գործերը, որոնք հարուցված են իրենց եւ իրենց ընկերների վրա, այդ քրեական գործերը ինչ որ մի ձև, ուրեմն կոծկելու, դրանցից փրկվելու, ուրեմն բարձունակ միջոց է այդքան բան։ Այս impeachment-ն էլ էլի ասում եմ մեռելացին գործընթաց է եւ իրանք անգամ իրար հետ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գա, թող իրանք իրար հետ ընդհանուր հայտարարեն, նոր խոսեն քաղաքացիական պայմանագիր խմբավորության պատգամավորների մասին։ Պարոն Հովհաննիսյան, Լևոն Զուրաբյանի կողմից քաղաքական պատրիարք հռչակված Լևոն Տեր-Պետրոսյանն էլ ասում է, որ Սամվել Կարապետյանն է միակ մարդը, որ կարող է համախմբել ունակի համախմբել ընդդիմությանը, ինչ է կարծում իրոք կստացվի պարոն Կարապետյանի մոտ համախմբել ընդդիմությանը ու այդ կերպ իշխանապողության հասնել։ Դե մեկ էլ Լևոն Տեր-Պետրոսյանի համար Քոչարյանն էր, չէ՞, ոնց որ կարող էր կառավարել Հայաստանի Հանրապետությունը, բերեց փաթաթեց է ժողովրդի վզին Ռոբերտ Քոչարյանին, հետո դուրս եկավ 2008-ին Քոչարյանին ու Սերժին հավանեց երկգլխանի հրեշ Մոնղոլա-թաթարական ավազակախումբ, ավազակախումբ, բայց ես կարծում եմ այդ հրեշը երկգլխանի չի եղել, եռագլխանի է եղել, որի գլուխներից մեկն է Լևոն Տեր-Պետրոսյանն է այս իմաստով, որովհետև հիմա էլ այդ մարդը եկել է եւ փորձում է ժողովրդի վզին փաթաթել մեկ այլ, ուրեմն Քոչարյանը նման մի կերպարի, որը ընդհանրապես կապ չունի ոչ Հայաստանի Հանրապետության, ոչ հայ ժողովրդի հետ եւ ուղարկված է որպես դեսանտ համապատասխան տեղերից, որպեսզի կարողանա փորձի, ուրեմն կրկին փորձանի խլի ինքնիշխանությունը Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության կառավարումը նորից, ինչպես 2018-ից առաջ էր, վերադարձնել Հայաստանի սահմաններից դուրս։ Չի ստացվելու դա նրանց մոտ, այդ ագենտուրան իրենց նպատակներին չի հասնելու միանշանակ եւ ոչ Սամվել Կարապետյանը իր արհեստական ինտելեկտով ոչ Ծառուկյանը իր նոյան տապանով, ոչ Քոչարյանը իր դաշնակներով, ելով կա այնտեղ, ես չգիտեմ։ Արման Թաթոյանը։ Հա, Արման Թաթոյանն էլ, դե Արման Թաթոյանը առասարակ հետաքրքիր կերպար է, երեք էլ, ինչպես հասկացա, էլի սահմանային իրավիճակի մասին կեղծ տեղեկատվություններ էր հաղորդել, էսա իրանց ձևը։ Բացահայտել էր, որ սոտկում առաջընթաց է։ Նու բացահայտել է ճակերտների մեջ, որովհետև պաշտպանության նախարարը հերքեց։ Այսինքն այս մարդիկ փորձում են ստի կեղծիքի առաջին հերթին դե փողի միջոցով ազդել մարդկանց ընկալումների եւ գիտակցության վրա մեկ նպատակով։ Առաջինը, որ իրենք փրկվեն, որտեվ հասկանում են, որ հունիսի 7-ից հետո էլ ձև չկա։ Դրա համար հիմա ինչքան փող ունեն լցնում են իրանց լրատվամիջոցների մեջ։ Իմաստով, եկիմաստը հենց այն իմաստով, որ փրկվեն, գան, փորձեն իրանք զավթեն իշխանությունը, որ կարճեն այդ ապօրինի գույքի գործերը, որ կարճեն իրենց վրա հարուցված քրեական գործերը, որ Վարդանիկին հանեն բանտից, տանեն դնեն Գյումրու քաղաքապետ։ Դրա համար են իրանք անում դա։ Դրել են, չէ՞ մի անգամ Գյումրու քաղաքապետ։ Դուք էլ գյումրեցի եք։
Ցավոք դրել են։ Ցավոք, այո, ձեր քաղաքապետը, այո, ստացվեց նրանց մոտ այդ Գյումրիու սցենարն իրականացնել։ Հիմա ուզում են այդ նույն բանը պրոյեկտեն համապետական մասշտաբով։ Հենց դա եմ ասում, պարոն Ավանեսյան, որ այս անգամ արդեն ի տարբերություն Գյումրիի, տարբերություններ շատ կան Գյումրիի հետ սցենարի առումով, որովհետև Գյումրիում ասում էին, որ իրենք մի թիմը ասում է, որ թույլ չի տա Վարդան Ղուկասյանին դառնալ քաղաքապետ, Մարտին Գրիգորյանի թիմը միավորում հնարավոր չէ, այնտեղ տարաձայնություններ, արյան վրեժ եւ այլն տարբեր հակասություններ կան ու մարդիկ հավատացին դրա համար այդպիսի քվեարկություն տեղի ունեցավ, բայց հիմա արդեն ընդդիմությունը բացահայտ կերպով ասում է, որ այո, Գյումրիի սցենարն ենք իրականացնելու։ Ինչպես է դա կանխելու եւ ինչ իրավունք ունեք ընդհանրապես կանխելու, ոնց կամ ասում եք, որ թույլ չենք տալու։ Ինչպես թույլ չենք տալու։ Մենք թույլ չենք տալու մեր աշխատանքով, մեր քարոզարշավով, մեր քարոշությամբ, մեր քաղաքացիների հետ աշխատանքով։ Երբ որ ես ասում եմ մենք թույլ չենք տալու, դա չի նշանակում, որ ինչ-որ մեկին տանելու ենք իրանց վարկագծին հատուկ ձևով փագենք падվալներում, որ չկարողանա գա մասնակցել ընտրություններին, չէ, չենք անելու մենք նման բան։ Մեր ասածը այլ բանի մասին է։ Մենք թույլ չենք տալու դա քաղաքացիների հետ զրույցի, նրանց ճշմարտությունը պատմելու մեր աշխատանքի ճանապարհով։ Մենք դա թույլ չենք տալու խաղաղության շնորհիվ։ Մենք դա թույլ չենք տալու առողջության ապահովության շնորհիվ, մեր սոցիալական ծրագրերի շնորհիվ, մեր աշխատանքի շնորհիվ, որովհետև իսկ երբ որ ասում եք հիմա արդեն բացահայտ են նրանք ասում, որտեղ մենք միավորվելու ենք, այսինքն այդ Գյումրու սցենարից սա տարբերվում է նրանով, որ հիմա երեք էր, չէ՞ ոնց որ ասած, մենք դեմից ասում ենք, որ միավորվելու ենք, հիմա դեմից, Քրիստինե Վարդանյանը դեմից ասում է, որ միավորվում ենք, որովհետև բացահայտված է այդ սցենարը այլևս։ Ընդ որում իրենք նշում են, որ բոլորին հայտնի է, որ ընդդիմադիր ուժերից որևէ մեկը չի կարող ընդհանրապես իսկ իրենք ասում են որևէ ուժ ունակ չէ 50 եւ ավելի տոկոս քվե ստանալ, հետեւաբար տարբերակը Գյումրիի սցենար 2 անելն է եւ բացահայտ ասում ենք դեմից, որ այո ընտրությունների արդյունքներից հետո եւ հենց սրա համար էլ եւ հենց սրա համար էլ ես կարծում եմ, որ նրանք հավաքելու են ջախջախիչ փոքրամասնություն, կոնկրետ դաշնակները, իմ այսօրվա անկալումն այն է, որ նրանք չեն հայտնվելու խորհրդարանում, որովհետեւ ասում են ուղիղ ինչ են ուզում անեն, իսկ ինչ որ իրանք ուզում են անեն, Հայաստանի Հանրապետության քաղաքացին դա թույլ չի տալու։ Եվ երբ որ ես ասում եմ մենք թույլ չենք տալու, ես առաջին հերթին նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ընտրողին, որովհետև ես չեմ հավատում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հունիսի 7-ին կարող է գնալ իր ձայնը տալ ռուսաստանցի օլիգարխին, Քոչարյանին, Դաշնակներին, Թաթոյանին, Ծառուկյանին եւ դրանով հանդերձ դեմ քվեարկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, խաղաղությանը եւ զարգացմանը, որովհետեւ ամեն ինչ շատ հստակ է։ Ընդդիմությունը 5 տարի է ամեն ինչ անում է, որ ուրեմն պատերազմ սադրի։ Ամեն ինչ անում է, այս մարդիկ պատերազմի հրձիկներ են։ Ամեն ինչ անում են։ Անկամ մենք մեր մարզային այցերի ընթացքում, երբ որ խոսում էինք 16 կամ 21 միլիոնի ծրագրերով տների կառուցման մասին եւ ուզում էինք հասկանանք այդ որ օրվանից է, էլի տեմպը սկսել արագանալ, երբ որ մարդիկ ավելի շատ են սկսել սահմանամերձ համայնքներում տներ սարքել, մենք հասկացանք, որ այդ օրը սահմանազատման եւ սահմանագծման օրն էր։ Երբ որ մենք Ադրբեջանի հետ վերջնականապես ֆիքսեցինք եւ ստորագրեցինք փաստաթուղթը սահմանագծման եւ սահմանազատման կանոնակարգի եւ մարդիկ արդեն սկսեցին հավատալ, որ ահա խաղաղությունը գալու է եւ սահմանները անվտանգ են լինելու։ Իսկ դրանից առաջ ընդդիմությունը գնում էր ինչ սուտ ասես չէր տարածում, որ հեսա վաղես են տալու, վաղեն են տալու, հեսա ձեր վրա հարձակվում են եւ այդ մթնոլորտում մարդիկ ուղղակի վախենում էին ուրեմն ծրագրեր իրականացնել տուն սարքել։ Իսկ հիմա մենք գնում ենք, տեսնում ենք եւ հարյուրավոր տներ կան։ Եվ այս ընդդիմության 5 տարվա գործողությունները մարդկանց աչքի առաջ են եկել։ Պարոն Ավանեսյան, դուք ասում եք, որ իրենք 5 տարի պատերազմ են սադրել, պատերազմի հրձիկներ են, բայց մարդիկ ուղիղ ասում են, որ դա ուղղակի ձեր քարոզչությունն է, որովհետեւ իրենք եւս ասում են, որ այո, որևէ մեկը դեմ չէ խաղաղությանը։ Իրենք են ասում խաղաղություն, բայց պետք է դա լինի արժանապատիվ կերպով, որ գալու են, օրինակ ձեր բերած տրիպը չեն չեղարկելու, ուղղակի վերաբանակցելու են, BRICS-ն են օրինակ ավելացնելու կամ տարածաշրջանային այլ շահեր ունեցող երկրներին ներգրավելու այստեղ եւ տրիպը դառնալու է բոլոր շահերի կենտրոնը ուղղակի։ Տրիպը այս պահին իր բովանդակությամբ ուրեմն պատերազմի կանխման գլխավոր նաև բարձիկներից մեկն է։ Իրենք կարող են ստորագրել ինչ խնդիր։ Բարձիկներից մեկը առաջին հերթին բնականաբար խաղաղության
նախաստորագրումներ խաղաղության պայմանագրի, բայց մենք շատ ենք խոսել նաև տնտեսական անվտանգության բարձիկների մասին, որը չափազանց կարևոր է խաղաղության հաստատման համար։ Խաղաղության հաստատման գլխավոր նախադրյալներից մեկը ներդրումներն են, որոնք Հայաստանում տեղի են ունենալու, բիզնեսը զարգանալու, ամերիկյան կազմակերպություններ են գալու այստեղ եւ ավելի են մեծացնելու երաշխավորությունը անվտանգության իմաստով։ Իսկ ինչ եք կարծում դուք, ինչ կլինի, եթե Հայաստանում ուրեմն իշխանության գան ուժեր, որոնք ամբողջությամբ սերտաճած են ռուսական քաղաքական կյանքի, ռուսական բիզնեսի հետ։ Մենք կտեսնենք արդյոք Հայաստանի Հանրապետությունում ամերիկյան տեխնոլոգիաներ, որոնք կարող են ռուսական ազդեցության տակ գտնվող ուժերի կողմից մեկ վայրկյանում հայտնվել, օրինակ, Ամերիկայի համար ոչ ցանկալի մարդկանց մոտ։ Կտեսնենք արդյոք trip Հայաստանի Հանրապետությունում ամերիկյան ներդրումներ, որոնցից պետքա օգտվի մի երկիր, որը օրինակ Ամերիկայի ցանկություններից ընդհանրապես դուրս է։ Բայց իրենք ասում են, որ այո, Ամերիկայի հետ շատ բան են ասում։ Իրենք շատ բան են ասում։ Բայց պետք է ներգրավել նաև Ռուսաստանի, Իրանի։ Իրանց ասելը ընդհանրապես մեզ հետաքրքիր չի եւ ոչ մեկին հետաքրքիր չի, այսինքն ասելով չի նախ, պետքա հիմնավորել եւ պետքա ասել ինչպես։ Ասեմ։ Իրանց ասածը միայն նրա մասին է, որ գալու են եւ չեղարկեն trip-ը իրենց անադեկվատ առաջարկություններով։ Ասում են, տեսեք, պարոն Հովհաննիսյան, ասում են երկրները տարածաշրջանային շահեր ունեն, օրինակ Իրանը եւ Ռուսաստանը եւ Չինաստանը, եւ ինչու իրենց թողնել այս պրոյեկտներից դուրս եւ դառնալ աշխարհակաղակական բախումների թատերաբեմ։ Կարելի է բոլորի շահերը բերել եւ կենտրոնացնել այստեղ։ Բոլորի շահերը բերել, կենտրոնացնել Հայաստանում եւ դառնալ աշխարհակաղակական բախումների թատերաբեմ։ Էս են ասում իրանք։ Էս են ասում։ Նայեք ինչ են ասում։ Ասում են եկեք Ռուսաստանի, Ամերիկայի, Չինաստանի, Իրանի շահերը բերենք եւ տեղավորենք Հայաստանի Հանրապետությունում։ Դուք պատկերացնում եք, այդ ինչ մեծ պայթյունի նախերգանք է առհասարակ եւ նախ սկսենք, որ դա հնարավոր չի որևէ իրավիճակում։ Մենք էլի գործ ունենք պրիմիտիվ մանիպուլյացիայի հետ, որով փորձում են մարդկանց ուրեմն խաբել։ Իսկ այդ արժանապատիվ խաղաղությունը ո՞րն է ուզում հասկանալ։ Չլինի արժանապատիվ պահանջներ չկատարել։ Չլինի արժանապատիվ խաղաղություն այս նախորդող, հա, 18-ից առաջվա 20 թվականից 21, 22, 23 թվականներից առաջվա իրանց արժանապատիվ խաղաղությունն է, հա, որտեղ Ղարաբաղի անվան տակ ինչ կար չկար թալանեցին ու լափեցին։ Ղարաբաղում ինչ կար լափեցին, կար ինչի համար կար, որ թալանեն Ղարաբաղի ժողովրդին, թալանեն Հայաստանի ժողովրդին, որ Հայաստանի ժողովրդի եւ Ղարաբաղի ժողովրդի հաշվին, եւ ես չեմ խոսում փողի մասին, ոչ թե սոցիալապես նրանց հաշվին, այլ կյանքերի գնով Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչյանի իշխանությունները իրենց կառավարման բոլոր տարիներին մնացել են իշխանության Ղարաբաղի եւ Հայաստանի ժողովրդի կյանքերի հաշվին, բառիս ամենաբուն իմաստով։ Նրանք եկել են եւ խաբել են հայ ժողովրդին, իրանց կառավարման ողջ տարիների սահմանին զինվորա զոհվել, իրանք դրա անունը դրել են արժանապատիվ խաղաղություն, տակից թալանել են ժողովրդին, ու հենց ժողովուրդն էլ իրենց բողոքի ձայնն ուզեցել է բարձրացնել, եկել են ասել են հոп, բա Ղարաբաղը, այս մեր միամիտ եւ ազնիվ ժողովուրդն էլ ասել է դե հա, բա Ղարաբաղը, բա մեր երեխեքը, բա մեր անվտանգությունը, բա մեր հայրենիքը, ու չեն էլ պատկերացրել, որ այդ հայրենասիրական ճառերի ոչ մի թիզականության տակ պարզապես թաքնված են մկանպես գողացողներ եւ մարդիկ, ովքեր այդքան տարի պարզվում է, որ մեր եղբայրների, մեր հայրերի կյանքի հաշվին են մնացել իշխանության։ Ղարաբաղը նրանց համար եղել է միայն իշխանությունը պահելու միջոց։ Ուրիշ ոչ մի բան։ Այդքան բան։ Ու նրանք միշտ էլ գնացել են, խոսել են տարածքները վերադարձնելու մասին, Ղարաբաղցիներին ադրբեջանական անձնագրեր տալու մասին, սահմաններից այն կողմ, Սյունիքից այն կողմ ճանաչել են Ադրբեջան, Հայաստանի Հանրապետության ներքին օրենսդրության մեջ, էլ ինչի մասին է խոսքը ընդհանրապես։ Եվ հիմա որ գալիս են դուք անընդհատ նրանց նարատիվներն եք ներկայացնում, այդ նարատիվների տակ որևէ հիմք չկա։ Հիմք կա մեր նարատիվների տակ։ Հիմք կա թրիփի տակ ստորագրված փաստաթղթեր, պայմանավորվածություններ, ներդրումային ծրագրեր։ Հիմք կա խաղաղության
փաստաթղթի տակ ստորագրված փաստաթղթեր, պայմանավորվածություններ։ Հայաստանն ապաշրջափակվել է, դեռևս վերջնականապես չենք ստորագրել խաղաղության պայմանագիրը, բայց մենք արդեն ապաշրջափակվել ենք, որովհետև կարողանում ենք լոգիստիկ այլ ճանապարհներից օգտվել եւ Հայաստանի Հանրապետության համար անհրաժեշտ մթերքներ բերել Հայաստան։ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները կլավարկենք, դիվանագիտական հարաբերությունները եւ նաեւ նոր ճանապարհներ կբացենք։ Իդեպ հույս կա այդ գործընթացին։ Հույս կա բնականաբար եւ ես կարծում եմ, որ մոտ ապագայում մենք լավ լուրեր ունենանք այս իմաստով, որովհետեւ առնվազն դրան խոչընդոտող հանգամանքներ այս պահին հողի վրա գոյություն չունեն, քաղաքական եւ դիվանագիտական հարաբերությունների հարցը, ես կարծում եմ, ինչը մենք հնարավորինս արագ կլուծենք եւ առաջ կշարժվենք։ Շնորհակալ եմ, պարոն Հովհաննիսյան։ Civic-ի եթերում Արթուր Հովհաննիսյանն էր, իսկ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, լայքեք այս տեսանյութը եւ տարածեք, կհանդիպենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։